խոսքը փոխանցում ենք ուժեղ Հայաստան դաշինքի անդամ, պետական շահի և ազգային արժեքների ճատագով Էդգար Ղազարյանին։ Բարի երեկո, իմ շատ սիրելի հայրենիք, բարի երեկո իմ շատ սիրելի Վայոց ձոր, բարի երեկո իմ շատ սիրելի Եղեգնաձոր։ Իմ ամբողջ գիտակցական կյանքը եղել է ծառայություն մեր հայրենիքին և մեր ժողովրդին։ Ես իմ ամենափոքր հնարավորությունները փորձել եմ գործի դնել իմ հայրենիքը շենացնելու, մեր ժողովրդի կյանքը, բարեկեցությունը, նրա որակը բարձրացնելու համար։ Հիմա անգամ ես եմ որոշակի տարիների հեռավորությունից զարմանում, թե ոնց էր հնարավոր, որ Եղեգնաձոր քաղաքում բացվի պետական բուհի առաջին մասնաճյուղը և ամբողջ հանրապետությունից երիտասարդներ կան Եղեգնաձորում սովորելու, կրթություն ստանալու, ապրելու և աշխատելու համար։ Եվ դա հաջողվել է։ Բայց այնուհետև մեր երկրի իշխանությանը տիրացավ մեր ժողովրդի թշնամիների մի փոքրիկ խմբակ, որոնց հաջողվեց հակել տնտեսագիտական համալսարանի այդ մասնաճյուղը, զրկել մեր երիտասարդներին մատչելի կրթություն ստանալու, ապրելու և աշխատելու հնարավորությունից։ Սա էլ իրանց արածն էր մեր ժողովրդին։ Բայց հունիսի 7-ին իշխանության է գալիս ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Մարդ, որի անհաշվելի բարեգործական ծրագրերի մեջ են նաև տասնյակ, հարյուրավոր, հազարավոր երիտասարդների կրթություն տալու հնարավորությունը, նրանց ուսման վարձի փոխհատուցումները։ Սամվել Կարապետյանը դա արել է ուղղակի որպես ազգային բարերար, չունենալով ոչ իշխանություն և իշխանության հավակնություն։ Իսկ ահա որպես վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը խոստանում է ապահովել անվճար կրթություն մեր երիտասարդների համար, Ընդամենը 3 այս ժամերին Եղեգնաձորի ամֆիթատրոնում հավաքվել էր հայրենիքի գողերի մի փոքրիկ խմբակ։ Մենք այսօր եկել ենք այստեղից նրանց վերջնականապես քշելու, որովհետև ապրված սերնդա շարունականները իրավունք չունեն իշխելու մեր ժողովրդին։ Ես դեռ չեմ ասում, թե նրանք ինչեր են խոստացել մեր ժողովրդին 2018 թվականին։ Ես նայում էի, թե ոնց էր այդ խմբակը քայլում այս առավոտյան Ջերմուտի փողոցներում, 3 առավոտյան, այն քաղաքի, որտեղ 2021 թվականի նախընտրական, այս նույն ազգային ժողովի նախընտրական շրջանում խաղաղությունից էին խոսում, բարեկեցությունից էին խոսում, հաջողություններից էին խոսում։ Իսկ ինչ են բերել նրանք Ջերմուտին իշխանության գալուց հետո։ 2022 թվականի պատերազմ,
Սա է դրանց խաբեբա դեմքը, որոնց շապիկներին գրված է խաղաղություն, բայց դա իրականում պետք է կարդալ որպես խաբեություն։ Նրանք խաբում են մեր ժողովրդին, խաղաղության, բայց բերում են պատերազմ։ Նրանք խոստանում են մեր ժողովրդին բարիքներ, բայց բարիքների տեր են դառնում իրենք անձամբ։ Նրանք են իրենց իշխանության միակ շահառուն, իրենց տալով անհաշվելի պարգևավճարներ, հարստանալով և կեղեքելով մեր ժողովրդին։ Նրանց այլևս այդ հնարավորությունը ոչ ոք չպետք է տա, հատկապես Վայոց ձորում, որը 2023 թվականին սեփական աչքով է տեսել գաղթը, ցեղասպանությունը, արցախցիների բռնի տեղահանությունը, մահվան այդ ճանապարհը անցել է Վայոց ձորի քաղաքների և գյուղերի միջով, իսկ իրենք մեր ժողովրդին դա էին խոստանում, ոչ, նրանք խաղաղության անվան տակ իրան իշխանության և մահ, կորուստներ, ավիրացություններ բերեցին։ Նույնը հիմա է կատարվում։ Մենք պետք է կանխենք այս կործանումը և ոչ միայն կանխենք, այլև գնանք հաջողությունների ճանապարհով։ Սամվել Կարապետյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը պառակտում է մեր ժողովրդին, մասերի բաժանում, չտամասնում մեկը մյուսի դեմ, ատելություն սերմանում մեկը մյուսի հանդեպ, Սամվել Կարապետյանն անում է ճիշտ հակառակը, առանց բարության, առանց բարեսրտության, առանց հայրենասիրության, միավորում է մեր ժողովրդին, միավորում է մեր բոլորին այսօր նրա շուրջը համախմբված մի հրաշալի հասարակություն, մի բազմաթիվ քաղաքական ուժեր, գործիչներ, մենք համախմբվել ենք մի բանի համար, հզոր առաջնորդով, մեր ժողովրդի հզոր ուժը իշխանության վերածելու և այդ իշխանությունը բարիքի տեսքով, խաղաղության տեսքով մեր ժողովրդին վերադարձնելու համար։ Սիրելի Վայոց ձորցիներ, պետք է միայն մտքով պատկերացնել, թե ինչ հրաշալի երկիր է դառնալու Հայաստանը մի քանի տարի հետո Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Այդ հրաշքը մենք տեսնելու ենք նաև մեր այս հրաշք ձորում, որովհետև խոստացված մոտ 1 միլիարդ դոլարի տուրիզմի զարգացման ծրագրերի հիմնական շահառուն լինելու է Վայոց ձորը, նրա ճկնաղ բնությունը, նրա գեղատեսիլ պայմանները, մեր հեքիաթային ջերմուկը, Եղեգիսի ձորը, նորավանքը, դրանք նոր տեսք են ունենալու և այստեղ են հրավիրելու հազարավոր, միլիոնավոր մարդկանց։ Այդ միլիոնավոր հյուրերին մեր ձոր ընդունելու համար պետք է այստեղից բռնդել ընդամենը մի փոքրիկ խմբակ և այդ խմբակը մենք կրողնդենք և այստեղ կունենան 100 հազարավոր, միլիոնավոր հյուրեր ամբողջ աշխարհից։ Դուք դեռ չեք տեսել, դեռ պետք է պատկերացնել, թե ինչպիսին կլինի Վայոց ձորում գյուղատնտեսությունը Սամվել Կարապետյանի առաջնորդության օրոք։ Այն ծրագրերը, որոնք միտված են գյուղատնտեսության զարգացմանը, դրա հիմնական շահառուն լինելու է Վայոց ձորը։ Սիրելի թոշակառուներ, մի խաբվեք այս շարլատանների ձեզ խոստացած 10,000 դրամ փաստացի ընտրակաշարքով։ Սամվել Կարապետյանի ծրագրերով երաշխավորում է ծայրահեղ աղքատության ոչնչացումը, ոչ թե 10,000, այլ 150,000 դրամ փոխհատուցումներով
ծայրահեղ աղքատ ընտանիքներին, թոշակների բարձրացումը, ուսուցիչների բարձր վարձատրությունը, բուժաշխատողների վարձատրությունը, այս ամենը մեր երկրում հնարավոր է, բայց հնարավոր է միայն մեկ մարդու առաջնորդությամբ, նրա անունն է Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետ Սամվել Կարապետյան։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Սիրելի հայրենակիցներ, Սամվել Կարապետյանը հնարավորություն է տվել բազմաթիվ վայոց գործիների, այդ թվում նաև ինձ մաս կազմել իր այս հրաշալի թիմին և դառնալ նաև պատգամավորի թեկնածու ուժեղ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով։ Այնպես որ քվեարկելով 3-րդ համարի քվեաթերթիկի օգտին Վայոց ձորը ազգային ժողովում ունենալու է իրեն նվիրված ծառայող գործիչներ, ես դա ձեզ խոստանում եմ։ Մեզնից պահանջում ենք ամենը շատ կարճ ժամանակ և շատ պարզ գործողություն։ Հունիսի 7-ին գնալով ընտրատեղամաս վերցնում ենք 3-րդ համարի քվեաթերթիկը, այն խնամքով ծալում, դնում ծրարի մեջ և գցում քվեատուփում։ Դրանից հետո մենք ունենալու ենք ուժեղ երեքնաձոր, ուժեղ Վայոց ձոր, ուժեղ Հայաստան։ Շնորհակալություն պարոն Ղազարյանին, ելույթի համար խոսքը տրվում է մեր թիմի այն անդամին, ում համար պատասխանատվությունը գործի հիմքն է։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Տարոն Վարազդատյան։ Ողջույն իմ հարազատ վայոց ձորցիներ, ուժեղ Հայաստանը ապել ցանկացող իմ հայրենի քաղաքի սիրելի բնակիչներ, լինելով ծնունդով եղեգնաձորցի, ստանալով միջնակարգ կրթություն մեր քաղաքում, այնուհետ գործունեությունը շարունակելով մայրաքաղաք Երևանում, անցնող տասնամյակների ընթացքում երբևէ չեմ կտրվել իմ արմատներից և մտքիս ծայրով անգամ երբևէ չի անցել, որ կարող է լինել մի պահ, երբ մենք ստիպված լինենք, հարկադրված լինենք, որպես մեր բնիկ ժողովուրդ հնազանդվել այս երկրի, այս իշխանությունների կողմից մեր արմատները մոռանալու հարկադրանքին։ Եղեգնաձորը պատմական, մշակութային և հոգևոր արժեքների մեկտեղում է, Մոմիկի ճարտարապետության գլուխգործոցներ, Նորավան, Գլաձորի համալսարան, Սմբատաբերդ, Պրոշաբերդ, Մոզրովի քարանձավ, Գինեգործության կենտրոն Արենի, Արփագետ և մեր պաշտպանական վահան Խաչի և այս ամենը միայն մի մասն է մեր հարուստ պատմության և սփռված աշխարհագրության։ Մեր տարածաշրջանը մշտապես աչքի է ընկել կրթության նկատմամբ բարձր հակվածությամբ, իսկ ուժեղ տնտեսություն կառուցելու հիմքում որակյալ կրթությունն է։ Բոլորովին պատահական չէ, որ մեր տարածաշրջանում է գործել Գլաձորի համալսարանը, սակայն կրթության քայքայման հանդեպ այս իշխանության արշավները չեն սահմանափակվել միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եղեգնաձորի մասնատուի փակմամբ, պլաններում է Բարձրաթիվ, Վարդահովիտ, Գողթանիկ, Գերմոն գյուղերի դպրոցների փակումն է, դպրոցների միավորման ծրագրի քողարկված նպատակի ներքո, սրանք միայն հայտնի փաստերն են։ Իսկ այս ամենի հետևում
ներկա իշխանությունները բոլորովին այլ բան են թաքցնում։ Երևի թե բոլորի քաջ ծանոթ է 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման շուրջ խոսակցությունները։ Դրանք լոկ հարևան երկրի նկրտումները չեն։ Դրանք նրանց ուղիղ պահանջներն են, որոնք անշուշտ սպասարկում են այսօրվա իշխանությունները։ Սիրելի ներկաներ, իսկ ձեզ մոտ հարց չի առաջանում, թե ինչու են ընտրվել հենց այդ գյուղերը, որոնց դպրոցները նախատեսվում է փակել։ Պատասխանը դժվար չէ կնահել։ Այսօրվա Եղեգիս համայնքում նշված գյուղերում նախկինում բնակվել են բազմաթիվ ադրբեջանցիներ, եւ դպրոցները փակելով այս իշխանությունները կփորձեն դատարկել առանց այդ ապուստի դժվարին պայմաններ ունեցող մեր գյուղերը, բավարար հող նախապատրաստելով իրենց բարեկամ եւ անվտանգության երաշխավոր ադրբեջանցիների համար։ Պետք է հիշեցնեմ, որ բոլորովին պատահական չէ մեր մարզի որոշ գյուղական համայնքներով անցնող երրորդական նշանակության ճանապարհների ասֆալտապատման վերջին մի քանի տարիներին կատարված եւ ներկայումս շարունակվող աշխատանքները։ Իսկ կարող է հանկարծ դրանք այն ճանապարհներն են, որոնցով հարևան երկրից մեքենաներով պետք է Հայաստան ժամանեն ադրբեջանցիները։ Այս հարցը բոլորովին պատահական չէ։ Հարևան երկրի հետարարն է ուղիղ հայտարարել, որ իրենք մեքենաներով պետք է վերադառնան եւ վերաբնակվեն իրենց տարածքներում։ Սիրելի հայրենակիցներ, իսկ որտեղ են նրանք բնակվելու։ Մեր որ տարածքներն այսօրվա իշխանությունները փոխանցելու իրենց բարեկամ երկրի քաղաքացիներին։ Միթե այս իշխանությունից որևէ բան այլևս անսպասելի է համարում։ Միթե դուք անհանգստացած չեք, որ գաղտնի պայմանավորվածությունների ընթացքում նրանք հենց ձեր ներկայիս բնակավայրերն են ամբողջությամբ կամ մասնակցորեն պատրաստվում ապահովել որպես իրենց բարեկամ ադրբեջանցիների վերաբնակեցման բնակավայրեր։ Նրանց կառուցած ճանապարհները մեր գյուղական բնակիչների բարեկեցության համար չեն։ Նրանք դարել են, որպեսզի իրենց բարեկամ ադրբեջանցիները հանկարծ ոչ բանվող ճանապարհներով չերթևեկեն։ Իսկ դա մենք դրա թույլ չենք տալու։ Մենք հանդարտելու ժամանակ չունենք։ Մենք պատրաստելու ենք նրանց բոլոր չարագործությունները հունիսի 7-ին։ Իսկ դրա համար մեզ ինչ է պետք։ Անշուշտ փոփոխություն։ Փոփոխություն հնարավոր է միայն ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ։ Իսկ ո՞րն է փոփոխության համարը։ Համար 3։ Ո՞րն է փոփոխության համարը։ Համար 3։ Ո՞րն է փոփոխության համարը։ Համար 3։ Այո։ Եվ ուրեմն միասին փոփոխություն, 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 փոփոխություն։ Սամվել Կարապետյանը կառուցող է, նա իր խոստումներն անվերապահ կատարող է։ Նա այս ամենն ապացուցել է իր կատարած մեծ գործերով ու անթիվ բարեգործություններով։ Եվ դրանք շատ մասը նա կատարել է լուռ առանց ավելորդ ցուցադրությունների։ Նա գործին ու խոստումներին տեր մարդ է։ Հենց նա պետք է լինի մեր հաջորդ վարչապետը։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։
տարածաշրջանը սիրելի հայրենակիցներ հարուստ է գյուղատնտեսության տարբեր ոլորտներով զբաղվելու համար անհրաժեշտ բերի հողատիպներով, որոնց մեծ մասն այսօր ցավոք անջրդի են ու աննշան։ Մեր բնակնիվայական պայմանները թույլ են տալիս ստանալ մեծ պահանջված վայելող ծիրան, դեղց, խաղող, ընկույզ, որոնք ամենից լավագույնն են ինչպես Հայաստանում, այնպես էլ իրենց բարձր որակական հատկանիշների ստորին մեծ պահանջարկ են վայելում նաև արտերկրի շուկաներում։ Մեր տարածքը, հատկապես բարձրադիր շրջանները, անասնապահության համար կատարյալ պայմաններ ապահովող բնատուն գոտիներ են, սակայն վերջին տասնամյակներում անգամներով պակասել են գյուղմթերքի արտադրությամբ զբաղվող մեր գյուղացիական տնտեսությունների թվաքանակը, որի պատճառը հատկապես քրտնական աշխատանքի արդյունքում ստացված արտադրանքի սպառման, վաճառքն արդարացի գնով կազմակերպելու խնդիրներն են եւ իհարկե պետական ոչ արդյունավետ աջակցության միջոցները։ Մենք այս խնդիրը կլուծենք մթերման կայանների հիմնման ներծրագրով։ Յուրաքանչյուր սեզոնի սկզբին պետությունը գյուղացիներին կտրամադրի սերմացու, պարարտանյութ, վառելիք, սահմանի երաշխավորված այնպիսի գին, որը տնտեսապես շահեկան դնի գյուղացու համար։ Իսկ գյուղացուց կպահանջվի ստեղծել միայն որակյալ արտադրանք, եւ նա վստահ կլինի, որ անկախ իր հողարկած արտադրանքի ծավալից մթերման կայանը իրենից կգնի ամբողջ արտադրվածը, եւ որ ամենակարևորն է, իր քրտի արդյունքը կոպեկներով ջուրը գցելու զգացողություն նա երբեք չի ունենա։ Ինչպես նախորդ տարեվերջին մեր մարդ կատարած այցելության ժամանակ հայտարարել է ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, այսօր դա մենք վերահաստատում ենք մեր տնտեսական ծրագրով, որ մեր տարածաշրջանը հատկապես Արենի համայնքը դարձնելու ենք աշխարհում գինեգործության ամենահայտնի կենտրոնը։ Եվ զուգահեռաբար նպաստելու ենք մեր գողտրիկ բնորանում զբոսաշրջության ոլորտում խոշոր ներդրումների կատարմանը։ Արփայի հովտից մինչև Եղեգիսի կիրճ, Վերնասենի Սուրբխաչ, Սպիտակավոր վանքից մինչև Վարդաբնուր լեռ, Սելիմի քարավաններից մինչև Մարիշկայի բնաշխարհ եւ մնացած բոլոր վայրերում։ Այս ծրագրի գործարկմամբ իրապես կստեղծվեն բազմաթիվ նոր աշխատատեղեր, որոնք միաժամանակ հնարավորություն կտան մեր տեղի ձեռնարկատերերին իրականացնել փոքր բիզնես, ամբողջովին ազատված լինելով բիզնեսի հարկումից։ Եղեգնաձորի եւ գյուղական բնակավայրերի իմ սիրելի բարեկամներ, հավատացած եղեք, որ այս ամենն առանց ձեր աջակցության հնարավոր չէ իրականություն դարձնել։ Ի նշան մեր երկրի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջարկած փոփոխություններին ձեր համաձայնությամբ աջակցեք մեզ եւ ձեր վստահությանը թվենք հաստատակամորեն փոխանցեք մեր ուժին։ Այս պայքարն այլևս հնի ու նորի, վատի ու վատագույնի միջև հերթական ընտրությունը չէ։ Այս պայքարը երկիր, պետություն, օրինակ չունենալու մասին է։ Այս պայքարը մեր վերաբերմունքի արտահայտումն է այն մասին, թե արդյոք մենք ուզում ենք պահպանել մեր տները, մեր գոյությունը, մեր մշակութային արժեքները, թե համերաշխենք այս իշխանությունների կողմից դրանք լուռ ու աննկատ, իսկ երբեմն բացահայտ գրչին մեկ հարվածված բարևարներին հանձնելու եւ մեր սեփական հողում պատահարված գերի կարգավիճակով նրանց հետ համատեղ կյանք վարելու։ Ես միացել եմ ուժեղ Հայաստանի թիմին, որովհետև գիտակցում եմ, հավատում եմ եւ վստահ եմ, որ միայն մեր պրոֆեսիոնալ եւ փորձառու թիմը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունակ է կանգնեցնել այս աղետն ու չարիքը, այն փոխարինելով համերաշխությամբ եւ բարիքով, կառուցել ուժեղ ու անվտանգ պետություն, մարտունակ բանակով, կայուն տնտեսությամբ եւ արժանապատիվ ապրելակերպով։ Եվ ուրեմն, սիրելի ներկաներ,
Սիրելի եղեգնաձորցիներ, սիրելի վայոց ձորցիներ, բոլորին խնդրում և կոչ եմ անում, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում գնալ ծննդատեղամասեր, վերցնել քվեաթերթիկը և քվեարկել 3-րդ համարի ուժեղ Հայաստան դաշինքի օգտին։ Եվ ուրեմն, ո՞րն է քվեաթերթիկում մեր համարը, համար 3, ո՞րն է քվեաթերթիկում մեր համարը, համար 3, ո՞րն է մեր համարը, համար 3։ Եվ ուրեմն, դեպի զարգացող եղեգնաձոր, դեպի պաշտպանված վայոց ձոր, դեպի ուժեղ Հայաստան, և մենք դառնալու ենք միասին վստահ։ Շնորհակալ եմ, սիրելի եղեգնաձորցիներ, իմ սիրելի վայոց ձորցիներ, կհանդիպենք հունիսի 8-ին լրիվ այն ուժեղ մեր երազած Հայաստանում։ Շնորհակալ եմ։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է կողապատանը։ Շնորհակալություն պարոն Վարազդատյանին, ելույթի համար խոսքը տրվում է մարդու, ով հանուն արդարության, իրավական պայքարի առաջնագծում է։ Ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Արամ Վարդանանյանին։ Բարև ձեզ, սիրելի վայոց ձորցիներ, սիրելի եղեգնաձորցիներ ջան։ Ես մի բան գիտեմ, որ մեր Հայաստանը աշխարհի բոլոր հայերի ամենաֆանտաստիկ, ամենաապահով, ամենալավ տունն է։ Բա ոնց մեր տունը, մեր հայրենիքը չլինի ուժեղ, ոնց չլինի ուժեղ, ոնց լինի թույլ, նվաստացած, որը ամբողջությամբ վերջին 8 տարիների հավաքական արդյունք է։ Բայց այսօր մենք ձեզ ասում ենք, որ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ փոփոխությունները գալիս են, Հայաստանը լինելու է ուժեղ, ուժեղ։ Ժողովուրդ ջան, առաջարկում եմ մի հատ բռունցքներս բարձր։ Փոփոխություն։ Ժողովուրդ ջան, ուժեղ Հայաստանը առաջարկում է, որ Հայաստանի Հանրապետությունում երկու անսակարկելի արժեք ունի։ Մեկը դա մարդասիրությունն է, երկրորդը իրավունքի գերակայությունն է։ Մենք այս խայտարակ քաղաքական հետապնդումների էջը պետք է փակենք։ Հայաստանում մարդկանց կանոնավորելով մշակույթը, որ ամեն գնով կանանքի մասին է, թողելու ենք անցյալին։ Թող մնա դա ՔՊ-ի իշխանության ամենատպավորիչ կետերից մեկը։ Ուժեղ Հայաստանում իրավունքը գերակայություն։ Այո։ Սիրելի հայրենակիցներ, մենք նաև մեր ծրագրում առաջարկում ենք, որ մարդասիրության արժեքը լինի հստակ, մենք պետք է ունենանք մեծ համաներում։ Մենք պետք է մեր հասարակության ներսում ատելությունը վերացնենք։ Մենք պետք է ունենանք միասնականություն ու համերաշխություն։ Մենք ոնց ենք կարողանում իրար հետ տարբեր հարցերի շուրջ բանավիճել, բայց երբեք ատելություն իրար նկատմամբ չենք ունենում։ Այդ ատելությունը բերել է այս իշխանությունը։ Իդեպ, այն որ այս իշխանությունը բերել է այդքան արհավիր, ընդհանուր չէ հայրենասերություն, բայց այն, որ իրանք բերել են հայի մեջ ատելություն, որ հարևանը հարևանի հետ չկարողանա շփվել, մենակ դրա համար արդեն իրենք պետք է հեռանան և պետք է գա ուժեղ Հայաստանը։
վայոց ձորցին է, այն որ մենք պետք է ունենանք մեր հասարակության մեջ բարեկեցություն, սա է մյուս անսակարկելի արժեք սկզբունքը։ Դրա համար պետք է ստեղծվեն 300,000 աշխատատեղեր։ Իդեպ, մի բան է, երբ մի խոստում տալիս է օրվա իշխանությունը, մի բան է, երբ այդ խոստումը տրվում է Սամվել Կարապետյանի թիմի կողմից և երաշխավորվում է Սամվել Կարապետյանի կողմից։ Կարծում եմ տարբերությունը ակնհայտ է, չէ՞ Մեկ բանի շուրջ էլ պայմանավորվում, ժողովուրդը, այն որ ամեն ինչ օրվա իշխանությունները 8 տարվա ընթացքում ցույց են տվել, որ պատրաստ են անել, դա մենք գիտենք։ Այն որ վախի մթնոլորտ պետք է փորձեն տարածել, դա մենք գիտենք, բայց դա իրենց չի օգնում, որովհետև իրենք գնալու են, արդեն ժամանակն է մի բան էլ ավել անցած է։ Դրա համար ժողովուրդ ջան, մեր քրեաթերթիկում համարը 3 որն էլ խորհրդանշվելու է փոփոխությունները։ Դրա համար ինչ ենք խոսում։ Փոփոխության համար փոփոխության համար Այդ ցավը տանեմ Աստծո։ Սիրելի եղեգնաձորցիներ, մենք հավատում ենք, որ Հայաստանի հզորությունը սկսվում է հենց մարզերից։ Եվ միայն ուժեղ ու զարգացած համայնքների շնորհիվ կարող ենք անառիկ պետություն ունենալ։ Եվ այս կարևոր ուղերձով բեմ ենք հրավիրում ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ, ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։ Բարև ձեզ, հեռախոսը սկսվելի, սիրուն նկարան է։ Անետա ձեր մոտը։ Մենք մի հատ ավանդություն ունենք, որ ամեն համայն գնալուց սիրուն նկար են տանում, ես սկսվելի մեջ, որ մեր հայրենակիցները տեսնեն ու ուրախանան։ Վիդեո են տանում, անենք։ Սիրելի եղեգնաձորցիներ, սիրելի վայոց-ձորցիներ, ես ուզում եմ իմ խոսքը ուղղեմ մեր փոքր սերունդի ներկայացուցիչներին, մեր բալիկներին, մեր պատանիներին։ Ուզում եմ իրենց մի բան պատմեմ ձեզ։ Տեսեք ուրեմն, մենք ապրում ենք մի երկրում, որը աշխարհի ամենագեղեցիկ երկրներից է։ Բոլորը գալու այստեղ ուրախանում են ձեր երկրում հյուր լինելուց, երբ գալիս է եղեգնաձոր, տեսնում ու զարմանում են այս ժայռերը, տեսնում ու զարմանում են այս գեղեցկություններից, հետո տեսնում են, որ մարդիկ, ձեր հայրիկներն ու մայրիկները, լավ, այդ գեղեցկության մեջ գնում են աշխատանքի, բայց աշխատանքից երբ նրանք վերադառնում են, եթե ունեն աշխատանք, նրանք հնարավորություն չեն ստանում, ձեր համար ձեզ տանել հանգստի, ձեր համար ապահովել լավ կյանք ու իրենք տխրում են ձեր մայրիկներն ու հայրիկները ամեն ինչ անում են ձեր համար որ լավ ապագա ունենաք մեր հայրենիքում բայց իրենցից շատերը աշխատանք չունեն որ ձեր համար լավ կյանք ապահովեն ով է այս մարդը այս մարդու անունը Սամվել Կարապետյանն է նա հայ մարդ է ով Հայաստանից դուրս գնացել է և հասկացել է, թե ինչպես անել, որ բոլորը աշխատանք ունենան
ու բոլորը լավ վարձատրվող աշխատանք ունենան, որ հայրիկներն ու մայրիկները ուրիշներին կարողանան լավ պահեն իրենց բալիկներին։ Եվ սա սովորելով ուրիշ երկրի Սամվել Կարապետյանը վերադարձել է Հայաստան, որպեսզի այս նույնը անի Հայաստանում, որպեսզի Եղեգնաձորում, ձեր շրջանում, Վայոց ձորում մարդիկ, ձեր մայրիկները, հայրիկները, տատիկները, պապիկները ունենան լավ աշխատանք, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ձեզ համար, ձեզ տանել հանգստի, լավ կյանք ապահովել, տանել ման տանու, գեղեցիկ բաներ առնեն։ Այսօր իրանք ուզում են էդի անեն, բայց չեն կարող, որովհետև Եղեգնաձորում չկա աշխատանք։ Եղեգնաձորում եւ Եղեգնաձորի գյուղերը Հայաստանի ամենաաղքատ գյուղերն են։ Աղքատությունը աճում է Վայոց ձորում։ Եվ դրա համար պետք է առաջնորդ ով գիտի ձևը, ոնց լավ կյանք ապահովի, որպեսզի ձեր հայրիկներն ու մայրիկները իրենց լավ զգան, որ ձեր պես գեղեցիկ բալիկների համար կարողանալ են ապահովել լավ կյանք։ Եկեք բոլորս միասին փորձենք այնպես անել, որ այս մարդուն հնարավորություն տան, որ նա բարելավի մեր կյանքը։ Շատիլից բռնած, այլից վերջացած, ամբողջ Վայոց ձորը, գյուղերով, տարիքով, բոլոր գյուղերը ունենան աշխատանք, որ չգնանք մենք Մալիշկա, տեսնենք, որ մարդիկ ոչ բերքը կարող են, ոչ իրենց աշխատանքն են կարող վաճառեն, ոչ գործ ունեն, որ չփակվի այնտեղի գործարանները, որ գործ ունենան։ Այս մարդը կարողանալու է դա ապահովել, որովհետև նա ամենաշատը էդ է արել աշխարհում։ Աշխատանքը դա ապահովել։ Սիրելի Վայոց ձորցիներ, ես գիտեմ, որպես հայ մարդ ինչքան եք սիրում ձեր երեխաներին։ Գիտեմ ինչքան եք տանջվում իրենց համար լավ կյանք ապահովելու համար։ Գիտեմ ինչքան ցավոտ է, որ հնարավորություն չի լինում երբեմն ապահովել այն ինչ դուք եք ուզում։ Բայց հնարավորություն կա։ Կա մարդ ու մեր երկիրը կարող է դա անել։ Եկեք բոլորս իրար հետ այդ քայլը անենք, բոլորս իրար հետ փոխենք Հայաստանի այս խեղճ վիճակը, որ ունենանք նորմալ ուժեղ երկիր, ուժեղ առաջնորդով, որ լավ ապրի մեր ազգը։ Ճիշտ եմ, բալիկներ ջան։ Տատիկների, պապիկների համար լավ աշխատանք գտնենք։ Ապրեք շատ, շնորհակալ եմ բոլորիդ։ Շնորհակալություն պարոն Կարապետյանի, շարունակենք մեր համերգային ծրագիրը։ Ջերմ ծափահարություններով բեմահարթակ ենք հրավիրում Աստատրյան Կարային համույթին։
Արշինի դաշին վերացնի քիս նայարեմ